ABC մեդիան կրկին ուղիղ եթերում է, դուք դիտում եք լուրերի ժամը 12-ի թողարկումը, ես Գառնու Թավյանն եմ, բարի օր։ Այս ժամի թողարկման համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Խաղաղության խաչմերուկը Փարիզում, առաջնորդության խաչմերուկներում, ինչ է խոսել Փաշինյանը։ Ուղերձներ քրեակատարողական հիմնարկներից կալանավորված փաստաբանը, համայնքապետն ու սրբազանները կոչով դիմել են ժողովրդին։ Բյուջեի թվերը մեծ են, խոստումները հնչեղ, բայց առանց տնտեսական նպատակի, ինչ բաց թողումներ կան պետբյուջեի նախագծում։ Վանքի բանալին կարգալույծի ձեռքին, խորանը պղծված, եկեղեցական արարողությունները անվավեր, Հովանավանքում կրքերը չեն հանդարտվում։ Ընթանում էր կառավարության հերթական նիստը 37 հարց, որից 32-ը չզեկուցվող։ 2026-ի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագիծն ընդունեց կառավարությունը։ Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին։ Կառավարությունը կանխատեսում է նաև, որ պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման համար ծախսերը կնվազեն։ Օրենսդրական փոփոխությունները կառավարությունը կներկայացնի ազգային ժողովի քննարկմանը։ Փաշինյանը Փարիզում է, մասնակցում է խաղաղության 8-րդ ֆորումին, առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանն էլ խոսել է խաղաղության խաչմերուկի սեփական նախագծի մասին։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է, հայտարարել է Փաշինյանն ու շեշտել, որ սա պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլև տարածաշրջանի համար։ Բազմաթիվ փաստարկներ եւ քննարկումներ կան, որ միգուցե բազմաթիվ ուժեր կան, որոնք շահագրգռված չեն այս հաղորդակցության ուղիների բացմամբ եւ այլն, բայց իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Տեսեք, խաղաղության հռչակագրի համաձայն, որը ընդունվեց Վաշինգտոնում, Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում եւ հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Արցախի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը։ Խոսելով 2026-ի խորհրդարանի ընտրության մասին, Փաշինյանն ասել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի հետագա բարեկեցության եւ կայունության համար։ Նա նաեւ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ եւս առաջիկայում դրական զարգացում կլինի։ Այս հարթակն էլ Փաշինյանը չգործածեց Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի մասին խոսելու համար։ Ադրբեջանը, որի հետ թղթի վրա հաստատված խաղաղությունը պաշտոնական Երևանին տվել է ապահովության զգացում, կեղծ մեղադրանքներով դատում է փակելով բոլոր դռները, որոնց միջոցով կարողանում են կապ հաստատել նրանց հետ ու ինչ-որ կերպ զսպել Բաքվին։ Իսկ ընդդիմադիր պատգամավորներն անում են հնարավորը, փորձելով ստանալ եվրոպացի գործընկերների աջակցությունը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ելույթի ժամանակ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել է. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակն Ադրբեջանում արդեն քանի ամիս է փակ է։ Մեր գերիներին տեսակցելու հնարավորություն չկա։ Միայն հեռախոսազանգի հնարավորություն է մնացել Հայաստանում գտնվող հարազատների։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ 2023-ի էթնիկ զտումից հետո պաշտոնական տվյալով Ադրբեջանում կա 23 հայ գերի, բայց ասում են Բաքվում պահվող մեր հայրենակիցների թիվն անցնում է 8 տասնյակ։ Իսկ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Մամիջանյանը դիմել է եվրոպացի գործընկերներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է։ Գաղափար անգամ չունենք, թե նրանք ինչպես են մեր հայրենակիցներից ոմանք հացադուլ էին անում։ Գաղափար անգամ չունենք, դա վերջացել է, շարունակվում է ամոթ ինձ ազգային ժողովի պատգամավորից խոսել իմ հայրենակիցների մասին այսպես, որ գաղափար չունենք, բայց տպաստ է։ Մենք պետք է ձեր դեսպաններին Բաքվում խնդրենք, մենք պետք է խնդրենք Եվրոպայի միության դեսպաններին այցելել նրանց մեր համար, բարեկամների, հարազատների համար, որ իմանանք, ինչպես են նրանք այնտեղ։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի այն հայտարարությունները, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը եւ խախտումները Հայաստանում, ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը եւ քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են եւ չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով։ Իրական եվրոպական ինտեգրումը սկսում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ Հայաստանում, որտեղ պետք է ապահովի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը եւ իրավունքների պաշտպանությունը։ Բաքվում 23 գերի կա, իսկ Հայաստանում ավելի քան 60 քաղբանտարկյալ, քաղաքացի, իրավաբան ու հոգևորական։ Երեկ էլ մեղադրանք են առաջադրել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանին 9 դրվագով պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Խափանման միջոց են կիրառել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը, որի մասին Բալասանյանն իմացել է մամուլից։ Նա հանդես է եկել ուղերձով ու ասել, առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանք, որը չի ընդունում։ Նա խոստացել է հետագայում անուններ տալ, իսկ մինչև այդ խոստացել է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իր եւ համայնքի ընտրողների շահերը։ Վարույթն իրականացնող մարմինն անտեսել է ոչ միայն իմ, այլև համայնքի հազարավոր բնակիչների շահերը։ Հարգելի բյուրեղավանցիներ, մոտ 2 տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակում ենթադրաբար հարցաքննել են հարյուրավոր քաղաքացիների, որի արդյունքում ինձ առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։ Դատարանը կորոշի մեղավոր եմ, թե ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն ով է իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը եւ քաղաքի անդորը խանգարելու համար, իրենք չեն հաջողելու։ Եվս մեկ ընդդիմադիր համայնքապետ, որը բանտում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյան։ Մեր ձևով ժողովրդական շարժումը դատապարտում է Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը։ Հայտարարություն են տարածել, որում ասվում է վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ժողովրդի ընտրած համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է, որը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով եւ սպասվող ընտրական գործընթացներով։ Ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը եւ առհասարակ վերջին շրջանում ընդդիմախոսների շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների խոր ճգնաժամի, ընտրովի արդարադատության եւ դատաիրավական համակարգը փոքրիկ խմբակի այս րոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին։ Իսկ մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը նամակ է հրապարակել Արտիքեի քրեակատարողական հիմնարկից։ Հայաստանում արդարության ու արդարադատության լինելու է, պայքարելու եմ, չեմ կոտրվելու, գրել է փաստաբանն իր նամակում։ Թիրախը նաև եկեղեցին է, արդեն 3 սրբազան կալանքի տակ է, իսկ մեկին Միքայել arczepiskopos Աջապահյանին ազատազրկել են 2 տարի 6 ամիս ժամկետով։ Այդուամենայնիվ սրբազանների կոչն է փորձություններով լի այս ժամանակներում համախմբվել եկեղեցու շուրջ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խմբակցության գործընկերներ Ագնես Ախամոյանի եւ Աղվան Վարդանյանի հետ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում տեսակցել են Բագրատ եւ Միքայել սրբազաններին։ Որևէ պահի չընկրկեք, չնահանջեք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից։ Եթե մեր հոգևոր հայրերը պատվով եւ արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք ազատության մեջ լինելով որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք։ Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ եւ խարան է գործող իշխանությունների համար։ Վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը եւս։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ կոչ է արել սատարել Արագածոտնի թեմի արժանապատիվ հայրերին մասնակցելով այսօր ժամը 18-ին կայանալիք միասնական ժամերգությանն ու աղոթքին։ Սովորաբար հրապարակավ որևէ հանրային միջոցառման մասնակցելու կոչ չեմ անում, եթե ինքս ի վիճակի չեմ լինում մասնակցել, բայց երբեմն այս ներքին կանոնից կատարում եմ բացառություններ։ Մայր եկեղեցու Արագածոտնի թեմը լինելով օկուպացիոն ռեժիմի թիրախում հայտարարել է միասնական ժամերգություն եւ միասնական աղոթք թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Եկեք Արագածոտնի թեմի արժանապատիվ հայրերին մեր սատարումը հայտնենք ոչ միայն առցանց, այլև իրապես։
Վանքի բանալին կարգալույծի ձեռքին խորանապղծված եկեղեցական արարողությունները անվավեր։ Հովանավանքում գրքերը չեն հանդարտվում։ Ստեփան Ասատրյանը, որը վերջերս սկանդալի կենտրոնում էր հայտնվել, այս անգամ փոխել է եկեղեցու փականը։ Արդյունքում միայն ինքն ունի մուտքի բանալին, իսկ մյուս հոգևորականները չեն կարողանում մտնել եկեղեցի։ Հովանավանքի քահանա Տեր Մանուկը գործընկերոջս պատմել է, որ հոգևորականները փաստացի զրկվել են իրենց ծառայությունը իրականացնելու հնարավորությունից, իսկ դրա հետևանքը կրում են հավատավոր մարդիկ։ Կիրակի նախատեսված արարողությունների մեծ մասը չի կայացել, պսակադրություններից միայն մեկն է տեղի ունեցել Հովանավանքում, իսկ մյուսները տեղափոխել են այն։ Այլ եկեղեցիներ։ Իմ գործընկերները երեկ այցելել են Տեր Սարգիսին ու զրուցել նրա հետ։ Դիտենք Անի Աբաղյանի ռեպորտաժը։ Մենք չենք ցանկանում պարակտում մտցնել մեր հավատացյալ ժողովրդի մեջ։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսի ցանկությունն է հավատացյալներին չբաժանել։ Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը նորից պսակադրության կարգ է կատարել Հովանավանքում։ Արարողության ընթացքում բնակիչները լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել։ Ինչ է լինում այն զույգերի հետ, որոնց պսակադրության արարողությունը կարգալույծ քահանան է կատարում։ Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Սարգիս քահանա Սարգսյանի խոսքով, եթե զույգն անտեղյակ է քահանայի կարգալույծ լինելու մասին, ոչինչ չի պատահում, բայց հակառակ դեպքում, եթե գիտի եւ կամավորաբար գնում է, ուրեմն պիտի պատրաստ լինի նաեւ դրանից բխող պատասխանատվությունը կրելու, այսինքն կանեցք է դա ինչ որ պատիժ, չգիտեմ, ինչ որ կգա Աստծո կողմից, թող իրենք պատրաստ լինեն դա նույնպես ընդունելու։ Դեռ մեկ շաբաթ առաջ ոստիկանները փոխել էին Հովանավանքի փականները։ Քահանային ասել էին, անվտանգության համար են փոխում։ Կարծել էին Փաշինյանի այցով է պայմանավորված, բայց այսօր վանքի բանալիները միայն Ստեփան Ասատրյանի մոտ է։ Ամեն մի եկեղեցու բանալին գտնվում է մոմավաճառի մոտ, ով որ առավոտյան գալով շուտ, սահմանված ժամին բացում է, մաքրում, պատրաստում է եկեղեցին եւ այլևս հոգեվորականը բոլոր հավատացյալները գալիս են եւ արդեն մաքուր պատրաստի եկեղեցում իրենց աղոթքն ու ամեն իրողություն կատարում են։ Հովանավանքի մոմավաճառի մոտ վանքից բանալիներ չկան։ Ասում է Ստեփան Ասատրյանի հետ գալիս է, հետ գնում տուն։ Այս գործերին չի ուզում խառնվել, տեսախցիկների առաջ երևալ։ Ասում է վաղը հաշվետվության է, գնա, գա, կհասկանա հետագա անելիքները։ Իդեպ վանքում մոմ էլ չկար։ Ստեփան Ասատրյանը վանքում էր, քահանայական հագուստով։ Խորանի կողքին մի ընտանիքի հետ նստած զրուցում էին։ Ասաց մեկնաբանություն չի տալիս, կարևոր գործ է անում։ Բայց դրանից առաջ մեկնաբանել էր փականները փոխելու հարցը։ Վերափառի տված բնակարանի կողպեկն էլ են փոխել իդեպ, որտեղ աշխատող չէր։ Այստեղ փոխել Չէ, այստեղ չեն փոխել։ Տեր Սարգիսն ափսոսում է, որ փականների փոխելու ընթացքը չի նկարել։ Չէր պատկերացնում, որ կհերքեն, իսկ եթե փոխված չէ, ինչու է մոմավաճառը ձեզ հետ գալիս Հովանավանք։ Ինչու բանալի չունի։ Քահանա Սարգսյանը հոգևոր ծառայություն է մատուցում թեմի այլ եկեղեցիներում եւս։ Ասում է չի ցանկանում գնալ Հովանավանք ու նախորդ միջադեպի պես եկեղեցում իրարանցման ականատես լինել։ Ոչ մի ծնող, երեխա կամ գիտակից մարդ չէր ցանկանա, որ իր պսակադրության արարողությունը վեճով ուղեկցվի։ Այդ տեսակ մթնոլորտի մեջ, քաշքշուկի մեջ կուզենայիք, որպեսզի անցկացնել ձեր իսկ զավակի արարողությունը։ Կուզենայիք։ Կարգալույծ քահանան որոշել է դուրս չգալ վանքից, ինչպես ինքն է ասում, ծառայությունը շարունակել այնտեղ։ Իսկ Տեր Սարգիսը սպասում է վանք մտնելու իր հերթին, խորանը կոծեն ու կմատուցեն պատարակ, օրհնված պսակադրություններ ու մկրտություններ կանեն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած մարտեր առանց կանոնների մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, որոնք արտաքուստ, չեզոք, պասիվ կեցվածք են ընդունել, գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով Փաշինյանը մշտապես գործում է Վաբանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված ատելություն եւ թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում։
Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ եւ կանոնակարգված առաջ է շարժվում։ Թիրախում պահելով նախկին նախագահներին, Մայրաթոռը քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց ղեկավարներին։ Որքան իշխանությունը փորձում է անտեսելու տալ Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է, աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում։ Իսկ խորհրդարանում քննարկում են Հայաստանի Հանրապետության գալիք տարվա ֆինանսական հարցերը, գումարում են, հանում, բազմապատկում։ Օրինակ, վարչապետի աշխատակազմի բյուջեն նախատեսում են ավելացնել 1 միլիարդ 520 միլիոն դրամով, այսինքն 2026-ին Փաշինյանի աշխատակազմի բյուջեն կլինի 25 միլիարդ 804 միլիոն դրամ։ Իսկ ազգային ժողովին կհատկացնեն 7 միլիարդ 4 միլիոն դրամ, որը 68 միլիոն դրամով քիչ է նախորդ տարվանից։ Իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմին 1 միլիարդ 618 միլիոն, որը 40 միլիոն դրամով քիչ է նախորդ տարվանից։ Մինչդեռ Դավիթ Անանյանը մտահոգություններ ունի։ Բյուջեի թվերը մեծ են, խոստումները հնչեղ, բայց պետությունը դեռ չի ձևակերպել իր տնտեսական նպատակը։ Եզրակացությունը պարզ է, այս բյուջեն խոսում է փողի մասին, բայց ոչ քաղաքականության։ Իսկ երբ բյուջեն կորցնում է իր քաղաքական բովանդակությունը, այն դադարում է լինել զարգացման փաստաթուղթ եւ վերածվում է սովորական հաշվետվության։ Հայաստանի տնտեսությանը պետք են ոչ թե նկարած մեծ թվեր, այլ մեծ մտադրություն վերափոխման արդիականացման եւ ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ։ Առանց դրա յուրաքանչյուր հաջորդ բյուջե պարզապես կրկնում է նախորդի սխալները նոր թվերով։ Միջազգային լրահոսից Ճապոնիայի վարչապետը մերժել է Թրամփի ռուսական գազից հրաժարվելու առաջարկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սանայե Տակայիչին հայտարարել է, որ ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը դժվարություններ կստեղծի երկրի համար, գրել է Reuters գործակալությունը։ Սիրիան պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն է հայտարարություն տարածել։ Սիրիան հայտարարում է Կոսովոյի հանրապետության որպես անկախ եւ ինքնիշխան պետության պաշտոնապես ճանաչման մասին, վերահաստատելով հավատարմությունը ազգերի ինքնորոշման իրավունքին, ասված է հայտարարության մեջ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Դոնալդ Թրամփը հոստացել է լուծել կորեական թերակղզու հակամարտությունը, կոչ անելով կանգնեցնել պաշտոնապես պատերազմական վիճակը։ Գիտեմ, որ կորեական թերակղզում պաշտոնապես պատերազմական դրության մեջ են, բայց կտեսնենք, թե ինչ կարող ենք անել դա լուծելու համար, ասել է նա Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմյոնի հետ հանդիպման ժամանակ։ Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը հանդիպել են։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Թրամփը եւ Սի Ցզինպինը քննարկել են ոչ միայն չինա-ամերիկյան հարաբերությունները, այլ նաեւ Ուկրաինայի խնդիրը, ինչը ցույց է տալիս, թե ինչպես են մեծ ուժերը փորձում գտնել ընդհանուր լուծումներ։ Բուսանում երկու առաջնորդների միջև հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։ Մելիսա Փոթորիկը հարվածել է Կարիբյան ավազանին ավերելով մի քանի քաղաք։ Ջրհեղեղների հետևանքով Ջամայկայում 5 մարդ է զոհվել, իսկ Հայիթիում առնվազն 20։ Անգլիայի կառավարությունը 3.3 միլիարդ դոլար է հատկացրել որպես մարդասիրական օգնություն Ջամայկայի վերականգնման համար։ Վրաստանում ներքին լարվածությունը հասել է նոր մակարդակի։ Նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ աջակցում է վրացական երազանք կուսակցության նախաձեռնությանը ընդդիմադիր 3 կուսակցությունների գործունեությունը արգելելու նպատակով դիմելու է սահմանադրական դատարան։ Սա նոր փուլի մեկնարկ է Վրաստանի քաղաքական կյանքում։ Կատարը պատրաստ է միջնորդել ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի միջև ճգնաժամի լուծման հարցում, եթե Վաշինգտոնը հետաքրքրված լինի դրանում։ Արտաքին գործերի նախարար Մոհամեդ բին Աբդուլրահման Ալ-Թանին նշել է, որ Կատարը սկսել է երկխոսություն Վենեսուելայի հարցում դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի օրոք, ինչը հանգեցրել է մի քանի ամերիկացի քաղաքացիների ազատ արձակմանը։ Այժմ Կատարը պատրաստ է շարունակել բանակցությունները, բայց այս պահին կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ Եվ վերջապես, Լիտվայում իշխանությունը որոշել է 1 ամսով փակել Բելարուսի հետ սահմանը անվտանգության նկատառումներով։ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենն հաստատել է, որ սահմանը փակելը անհրաժեշտ է հաշվի առնելով Բելարուսից եկող սպառնալիքները։ Վերջին զարգացումները սակայն ենթադրում են, որ այս քայլը կպահանջի նոր քննարկումներ ԵՄ շրջանակներում։
Այս ժամի թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 15-ին։